Դարձյալ խաղություն, սիրելի հավատագիցներ, Աստված ձեզի շատ օրհնի։ Այսօր ուզում եմ Աստծո շնորհքով, Աստծո առաջնորդությամբ հարցի պատասխանել, հայտնության քրքի վրայով է։ Մի հատ եղբայր էր, խնդրել էր անպայման, որ հայտնության 11-րդ գլուխը, առաջին համարի 4-րդ համարները դրանք ինչ են նշանակում։ Հայտնության քրքի մեջ տեսնում ենք, որ ընդհանրապես խոսքերը սիմվոլիկ են։ Դրա համար բարդ է հասկանալ։ Մարդ չի գա, որ կարող է ասել հայտնության քրքը ամբողջական մինչև վերջ կարող է հասկանալ։ Հայտնության քրքի մեջ հատվածներ կա, դրվագներ կան, որ իրենք ավելի պարզ է հասկանալու համար, իսկ կան ուրիշներ, որ շատ բարդ է, խորը հայտնություն գուզե, սիրելիներ, բայց մենք կարող ենք, օրինակ, այս մեկեն մինչև 4-ը համեմատելով դարբեր զուգահեռների հետ Աստվածաշնչում, բավական կարողանանք հասկանալ։ Իսկ ես, որ ուզում եմ հայտնության քրքի 11-ից 4-ը բացատրել, ուզում եմ ես հիշեցնել, որ սա ինչպես ես եմ տեսնում, սա իմ կարծիքն է, ես այսպես եմ հասկանում, բայց դուք ցեզանից ստացեք այն իմ բացատրությունը, այդ փաստերը, որ ես պիտի բերեմ ցույց տալու իմ բացատրությունը, այն զուգահեռները, որպես ցույց պիտի տամ, որպեսզի հաշտեցնեմ իմ բացատրությունը, սիրելիներ, Աստծո խոսքին հետ։ Եվ կմնա ցեզի։ Ես, որ բացատրում եմ հայտնության քիրքը, սիրում եմ բաց թողել բաղակիցները եւ թիմացինին թողել մտածեն։ Ես եւ կարող եմ հավանականությունները տալ եւ նույնպես հայտնել, որ ես որ հավանականությունը ամենաշատ այդպես եմ հասկանում, ամենաշատ ինձի մոտիկ է իմ հոգուս եւ իմ սրտիս։ Այդպես, ուրեմն արի ընթերցենք միասին հայտնության քրքի 11-րդ գլուխ առաջին համարեն 4-րդ համար։ Սիրելիներ, ուզում եմ հիշեցնել, որ երբ որ խոսողը, եթե ասե Սուրբ Հոգին ինձի հայտնեց, Քրիստոս ինձի ասեց, որ սա այսպես է, ես հայտնություն եմ ունեցել Սուրբ Հոգուց, այդ խոսքերը չէ, որ իրենք փաստում են, այդ խոսքերը չէ, որ վավերացնում են իր բացատրությունը, որ դա լինի Սուրբ Հոգուց կամ Աստծուց։ Դրա հետ կապ չունի, սիրելիներ։ Հետևաբար այդ խոսքերը ասելը իմ մոտ նշանակություն չունի խոսքը բացատրելուց առաջ, որովհետև եթե այդ խոսքերով մենք բացատրենք խոսքը, եւ իսկապես դա 100% ճշմարտությունը չի լինի, որովհետև մենք ասեցինք, որ Սուրբ Հոգին ինձ հայտնեց, Տերը ինձ ասեց, մենք պատասխան ենք տալու Տիրոջ, որովհետև իր բերնից ենք, իր շրթներից ենք խոսում եւ մեր մտքերն ենք արտահայտվում եւ կարելի է մեր մտքերը թերի լինեն եւ ճշմարիտ չի լինեն, կարելի է շատ թերի լինեն, նույնպես եթե 98%-ով ճշմարիտ է, 2%-ով ճշմարտություն չէ, իրավունք չունենք մենք ասելու, որ Սուրբ Հոգին ինձ ասեց, Աստված ինձ ասեց եւ այլն։ Սա հիշեցում է, որ շատերի այդ լեզվով են խոսում եւ ինձ համար ես վախենում եմ, գիտեք, ասելու, որ Աստված ասեց, Սուրբ Հոգից ասեց, պետք է զգուշ լինենք։ Բաներ կա, որ ճիշտ է, Աստված կարա ստույգ այդպեսակի բան քեզ ստիպե, ասե, երազով մոտենա եւ քեզ ասե, որ խոսում եմ, եւ դու տեսնես դա Աստվածաշունչի համապատասխան խոսք է եւ ասե, որ գնա, ասա, որ ես քեզ ասում եմ, այդ տեսակի վիճակներ կա, իհարկե, անոթներ կա, որ Աստված խոսում է մեկ իրենց եւ դրանք պետք չէ քաղտնի պահեն իրենց ներսիտին, պետք է ասեն, որ Տերը եկավ իմ երազումս, ինձ երևցավ, ինձ ցույց տվեց այս բաները եւ ես լոկ իբր անոթ, ես ոչ մեկն եմ ցես փոխանցում եմ։ Այդ երկրորդ վիճակն կա։ Պարզապես որ ես ասում եմ, պետք է զգուշ լինենք, անընդհատ
Տիրոջ անունը մեր բերանը առնելուց, մեր խոսքերը որպեսի ավելի զորեղ լինեն, ավելի ուժով թվա լսողին համար, ունգընտիրին համար, խոսքին սկիզբը հարմար չէ, որ մենք ասենք անընդհատ Սուրբ Հոգին ասեց, Քրիստոս ասեց, Աստված ասեց։ Հետևաբար ես այս ինչ որ բացատրում եմ աղոթքով, մտածելով խորը, խոգումներով սիրելիներ, Աստծո խոսքին հետ հաշտեցնելով, ինչ որ եզրակացության եմ հասել, ցես փոխանցում եմ ամեն մեկու ներսիտին, ինչքան Սուրբ Հոգու լեցունություն կա, դուք նայեցեք եւ դա ինչպես դուք կընկալեք սիրելիներ։ Ինձի եղեք մտրվեցավ գավազանի պես։ Հրեշտակը գայներ էր ու գսեր։ Ելիր ու չափե, Աստծո դաջարն ու սեղանը, եւ անոր մեջ երկրպագություն ընողները։ Մինչև վերջ ընթերցեմ, հետո մեկ-մեկ կփորձեմ բացատրել։ Բայց գավիթը, որ դաջարեն դուրս է, ձգե եւ մի չափեր, այսինքն թող եւ մի չափեր, վասնզի անիգա հեթանոսներուն դրված է, անոնք Սուրբ քաղաքը պիտի կողքրդեն 42 ամիս։ Երրորդ համար, ես իմ երկու վկաներու զորություն պիտի դամ եւ անոնք քուրդ սակած 1260 օր մարգարեություն պիտի ինեն։ Ասոնք այն երկու ցիտենիներն ու երկու աշտանակներն են, որոնք երկրին դերոջը արչև կգենան։ Եղբոր հարցը սրա վրայով է, սիրելիներ, հետևաբար ես մեկ-մեկ սկիզբեն Տիրոջ շնորհքով պիտի բացատրեմ, ինչպես որ ես հասկանում եմ, սիրելիներ։ Առաջին խոսքը, երբ որ ասում է, որ Աստծո դաջարը, սիրելիներ, եւ սեղանը չափելը, Քավազան գսե, տեսնում եք, գսե, որ իրեն հրեշտակը գայներ էր, Քավազան մտրվեցավ իրեն։ Քավազանը ինչ է ներկայացնում։ Քավազանը տեսնում ենք Աստվածաշնչյան լեզվի մեջ ներկայացնում է որակավորման գործիք, չափում ենք, որակավորում ենք սիրելիներ, եւ դարբեր դեղեր նույնպես Թադաստանի գործիք է, բայց ամենամեծ բանով հասկացողությամբ որակավորման գործիք է սիրելիներ Քավազանը։ Հետևաբար ասում է Ելիիր որակավոր է, ինչը Աստծո գսե, իսկ չափել ինչ կնշանակի։ Աստվածաշնչյան լեզվում չափերը սիրելինում նույնպես որակավորելն է, չէ, բայց այս համատեքստում ինչ է ներկայացնում, այստեղ այս համատեքստում ներկայացում է Ելիիր որակավոր է եւ զատե առանցնացուր, սեփականատացուր։ Ինչու համար այս համատեքստի մեջ, որովհետեւ դաջարը սիրելիներ այս համատեքստում ներկայացնում է եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին, Երուսաղեմի քարեղեն դաջարը չէ, որ ներկայացնում է, եւ մենք մի մոռացեք, որ մենք գսե Աստծո դաջարն ենք։ Հետևաբար դաջարը սուրբերն են, Աստծո Քրիստոսի աշակերտներն են, Քրիստոսի հետևե գնացողներն են, Քրիստոսի եկեղեցին է, Քրիստոսի մարմինը, Քրիստոսի հարսը, դարբեր բարերով նույն բանն եմ ասում սիրելիներ։ Եվ սեղանը սիրելիներ զոհ անելու համար է, ինքը զոհա սեղան էր սիրելիներ, սա սեղանը զոհաբերության գործիք է, ուրեմն այստեղ որակավորվում է այդ մարդկանց, որ Աստծո կպատկանին, Քրիստոսի հարցն է, իրենց կյանքը, իրենց զոհաբերությունը, իրենց գործերը Քրիստոսով, իրենց հավատքի գործերը, ինչ տեսակի կյանք են ապրել։ Սա է ներկայացնում սեղանը։ Ուրեմն դաջարն ու սեղանը հետևաբար ներկայացնում է Քրիստոսի եկեղեցին։ Ասում է, որ զատ է առանցնացուր, որպեսզի ինչու համար պիտի տեսնենք հետո, որ դա որպեսզի իրենց վնաս չի հասնի, որպեսզի դաջարն ու սեղանին վնաս չի հասնի, բայց պիտի տեսնենք, որ գավիթը կողքրդելու են հեթանոսները։ Հիմա անցնենք, կարդացինք քիչ առաջ։ Ուրեմն, ասում է, որ գավիթը դաջարեն դուրս մի չափեր, դաջարեն դուրս գավիթը կա, նշանակում է, որ այն ժողովուրդը, որ
աստծմե հերու են, թեև կարելի է, որ իրենք քոչեցյալ են քրիստոնյա, որովհետև Դաջարի դուրս Գավիթն էր, հերու չէր, նորից Սուրբ Երուսաղեմ քաղաքի մեջն է Դաջարը եւ Գավիթը, բայց կսե որ Գավիթը, որ Դաջարեն դուրս է, մի չափ էր կսե, հանդեպաբար ներկայացնում է այն ժողովուրդը, որ Աստծո հերու էր, Աստծո պաշտպանությունից դուրս մնաց, Աստծո պաշտպանությունից դուրս մնաց։ Տեսնում եք, որովհետև ինչու համար, գսե անիգա հեթանոսներուն դրված է Գավիթը, անոնք Սուրբ քաղաքը պիտի կողքրդեն 42 ամիս։ 42 ամիս։ Այստեղ սիրելիներ Սուրբ քաղաքը որ ասում է, հետևաբար չենք հասկանում Քրիստոսի եկեղեցին։ Այս համատեքստում Ուրեմն Սուրբ քաղաքը հին ուխտի մեջ իհարկե որ մենք հասկանում ենք, որ Երուսաղեմ քաղաքն էր, մարմնավոր քաղաքը, քարեղեն քաղաքը, սիրելիներ։ Նոր ուխտի մեջ Երուսաղեմ, Սուրբ Երուսաղեմը ներկայացնում է Քրիստոսի եկեղեցին հարսը։ Բայց այստեղ հայտնության քիրքն է, հետևաբար, եթե մանրամասն նայենք, համատեքստից հասկանում ենք ինչ է ասում։ Հետևաբար այստեղ տեսնում եք Դաջարն է ու սեղանը Քրիստոսի եկեղեցին է, որ իր պաշտպանության առանցնացվում է եւ հեթանոսները չեն կողքրդելու Դաջարը ու սեղանը Դաջարի մեջի, տեսնում եք, դրանց վնաս չպիտի հասնի եւ դուրս մնացածը պիտի կողքրդվի։ Ուրեմն այստեղ Սուրբ Երուսաղեմ քաղաքը, որ պիտի կողքրդվի հեթանոսներու կողմանը, ես հասկանում եմ, որ եկեղեցին չէ, այլևս իսկապես Երուսաղեմ քաղաքն է։ Իսրայելի Երուսաղեմ քաղաքն է, սիրելիներ։ Ինչու համար շարունակությունը համատեքստը մեզ փաստ պիտի տա, որ իմ ասածին նման է, սիրելիներ։ Սա որ ժամանակաշրջանում է կատարվելու, դա է, որ ամենակարևորը հասկանանք, ինչու համար Երուսաղեմը այստեղ, պիտի հասկանանք Իսրայելը, սիրելիներ, Երուսաղեմ քաղաքը։ Որովհետև արի շարունակենք մնացյալը, գսե ես իմ երկու վկաներուս զորություն պիտի տամ, անոնք քուրց հակած 1260 օր մարգարեություն պիտի անեն։ 1260 օրը 3.5 տարի է։ 3.5 տարին մենք բոլորս գիտենք, ըստ հայտնության գրքին եւ Դանիելի մարգարեության 3.5 տարին, երբ որ Հակաքրիստոս անձը Կորստյան որդին, ինչպես որ երկրորդ Եփեսացիներու գրքի մեջ տեսնում ենք, պիտի հայտնվի դա սատանայի ամբողջ զորությամբ եւ 3.5 տարի պիտի երկրի վրա ինքը իշխե եւ թագավորե, սիրելիներ։ Այդ 3.5 տարիեն հետո, ինչպես որ տեսնում ենք, Քրիստոս վերադառնում է եւ ոչնչացնում է Կորստյան որդին, սուտ մարգարեն եւ բոլոր իրենց հետևորդներուն, սիրելիներ։ Հետևաբար սա հենց դա 3.5 վերջին 3.5 տարին սկսելուց առաջ է։ Վերջին 3.5 տարին սկսելուց առաջ է։ Երկու վկաները, ինչու համար երկու վկաներ։ Երկու վկաներ, որովհետև երկրորդ օրինաց 19-րդ գլուխ 15-րդ համարի մեջ տեսնում ենք, որ ամեն վկայություն անօրինության դեմ հաստատվում է երկու վկայով։ Ամենակիչը երկու վկա պետք է լինի։ Եթե երկու վկա հաստատում են, դա հաստատվում է, ընդունվում է։ Դրա համար տեսնում եք, խորհրդանշական է երկու վկաներ, որովհետեւ հաստատվի իրենց մարգարեությունը, իրենց թադողությունը, իրենց թադաստանը, որ պիտի բերեն այն ժողովրդին վրա, սիրելիներ, որ պիտի տեսնենք մի քիչ անտին։ Դրա համար երկու վկա։ Գսե որ 1260 օր մարգարեություն պիտի ենեն։ Ասոնք գսե
1260 օրը 3.5 տարին է, ինչպես որ ասի Դանիել Մարգարեթյան մեջ էր տեսնում ենք, Դանիել Մարգարեթյան 7-րդ գլուխ 25-րդ համարի մեջ եւ 13-րդ գլուխ 7-րդ համարի մեջ նույնպես զուգահեռ խոսում է 1260 օրերու մասին, բայց դարբեր բարեր օգտագործելով գսե ժամանակներ եւ գեշ ժամանակը 1 տարի, ժամանակները 2 տարին եւ գեշ ժամանակը կես տարին է սիրելիներ։ Ասոնք են երկու ցիթենիներն ու երկու աշտանակները, որոնք երկրին դերոջը արչև կգայնին, այսինքն երկու ցիթենիներն ու երկու աշտանակները։ Ցիթենիները սիրելիներ Զաքարիա Մարգարեթյան մեջ ենք տեսնում, իսկ աշտանակները հիմա ցեզի ցույց կտամ, որտեղ տեսնում ենք։ Դա էր հայտնության գրքի մեջ ենք տեսնում։ Բայց նախ ասեմ, այս երկու վկաները ինչ տես աշխարհում քրիստոնյաները ինչ տեսակի հասկոչողություն, ինչքան լայնադարած իրենց վրայով ասենք մտքեր կան, որ հայտնված է մանավանդ համացանցերում, ինտերնետներում, դարիներու ընթացքին իրենք այս տեսակի մտքեր են հայտնել։ Առաջի հավանականությունը, որ հայտնել են, Մովսեսը եւ Եղիան է, ասում են շատեր, Մովսես եւ Եղիան, որովհետեւ Քրիստոսի, որ փլուր բարձրացավ այլակերպության ժամանակ, Մովսես եւ Եղիան երևցան, աշակերտներուն, որ Քրիստոսի հետ էին, հետո եկավ ամպծածկեց իրենց կսե։ Դրա վրա հիմնվելով Մովսեսը եւ Եղիան, շատեր ասել են, որ դա Մովսեսը եւ Եղիան են լինելու, եւ Մովսես եւ Եղիա, եթե պիտի հասկանանք, իհարկե հենց Մովսեսը եւ Եղիան չէ, որ հարություն արած գալիս են, այսինքն Մովսեսի եւ Եղիայի հոգիով պիտի լինի, ինչպես որ տեսնում ենք, որ Հովանես Մկրտիչը Եղիայի հոգիով էր եկել, որտեղ Հիսուս ասեց, որ եթե գուզեք, Եղիան եկավ արդեն գսե։ Հովանես Մկրտիչի մասին էր խոսում, բայց ոչ թե Եղիան ռեինկարնացիա էր եղել, այսինքն նորից էր ծնվել, անունը փոխվել էր Հովանես Մկրտիչ էր, ոչ, այդպես չէ։ Հովանեսի Եղիայի հոգով, հոգի կնշանակե գիտակցություն, այսինքն Հովանես Մկրտիչը Եղիայի գիտակցությամբ եկավ սիրելիներ։ Հետևաբար, եթե Մովսես եւ Եղիա, Մովսեսի եւ Եղիայի գիտակցությամբ պետք է նշանակե երկրորդ միտքը Ենովք եւ Եղիա, ինչու՞ համար Ենովք եւ Եղիա, որովհետեւ Ենովքը գսե Աստծո հետ քայլեց, այլևս չի գտնվեցավ, վերցվեցավ, այսինքն Ենովքի մահի մասին ոչ մի հիշադակ չի գա Աստվածաշնչում, որ Ենովք մահացավ, ոնց որ Տերը վերցուց իրեն։ Տերը իրեն վերցուց, նույնպես ar Եղիան տեսնում ենք, որ Եղիան ar Տերը իրեն վերցուց։ Սրանք ֆիզիկական մահով չբարձրացան երկինք։ Բայց որովհետև Ենովքը եւ Եղիան իրենք մահ չտեսնելով Աստված իրենց վերցուց, այստեղ իմ կարծիքով շփոթությունը հետեւյալն է։ Բոլոր անոնք, որ մտածում են, որ որովհետև իրենք չմեռան, իրենք են վերադառնալու, սիրելին Աստվածաշունչը գսե, որ մարմին ու արյուն երկինք չի ժառանգելու։ Իրենց մարմինով չէ, որ երկնքում են այսքան հազար տարիներ ի վեր։ Իրենք փոխվեցան, ինչպես որ երբ որ Հարսը Քրիստոսի պիտի հափշտակվի, ինչպես Պողոսը բացատրում է Թեսաղոնիկեցիներու գրքերում, գսե որ մենք օթերում մեջ պիտի փոխվենք, ան որ ողջ մնացած է, հափշտակվելով օթի մեջ պիտի փոխվի, որտեղ մարմինը եւ արյունը երկինքի թակավորությունը չի ժառանգելու։ Այս մարմինը, մեղավոր մարմինը, մահկանացու մարմինը պիտի հագնի անմահկանացուն եւ օթերի մեջ պիտի փոխվի, սիրելիներ, եւ պիտի փոխվի։ Հետեւաբար Ենովք եւ Եղիա, որովհետեւ չմահացան, իրենք են վերադառնալու, դա ասոնք երկինքից չեն իջնելու, սիրելիներ, այդպես չի ասելու երկու վկաներս, բարձ է որ մոր որովայն է ծնված երկու անձեր են, եթե երկու անձեր են, նայեք լավ լսեցեք, եթե երկու անձեր են, բայց որովհետև հայտնության քիրքը սիմվոլիկ է, ես հիմա ցեզի ուրիշ բաներ եմ ցույց տալու, հաշտեցնելով Աստվածաշունչի հետ, որ ինձ համար դա ավելի հոգևորապես դրամապանական է։ Եթե երկու անցել են, մեկը դրանք ծնվել են, իրենց մոր որովայն են, բարձ է որ
Ենովքը եւ Եղիան, որ երկինք երթալու համար հին մարմնով չգնացին, այսինքն երկնքում փոխվեցան։ Ուրեմն հինը չկա, հին մարմինը վերացավ եւ իրենք երկնային մարմին ստացան սիրելիներ, եթե երկինք գնացին, հետո նորից կան, նորից իրենց մորը որովայնեն ծնվեն եւ մեծանան, դա մի քիչ աստվածաշնչյան անդրամապանական է, որովհետև դա կլինի ռեինկարնացիա։ Հիմա շատեր լսելով, որ իրենց մտքերում մեջ ոսկրացել է Ենովքը եւ Եղիան, Մովսեսը եւ Եղիան, որտեղ ամբողջ ինտերնետում այս մտքերն եք լսում, սիրելիներ, բայց չգարձեք, որ այս մտքերը եթե բերնեպերան տարածված է, դա կլինի ճշմարտությունը։ Հետևաբար դրա համար ես բացատրում եմ, բարձրացեմ մտածում եմ ձեր հետը եւ հրանցնում եմ, չեմ ստիպում իմ տեսակետը, բայց ձեր մտքերն եմ բացում, որ դուք արմտածեք, որտեղ եթե եւ Մովսեսը եւ Եղիան կամ Ենովքը եւ Եղիան եթե Ենովքը եւ Եղիան լինեն, որովհետեւ իրենք մահ չտեսան, արդեն ռեինկարնացիա եղավ։ Ռեինկարնացիան գիտեք ինչ է, վերածնվում։ Մարդը երկրորդ անգամ է ծնվում մարմնի մեջ, դա լրիվ հակառակ է աստվածաշնչյան դժմարտության ռեինկարնացիա գոյություն ունի, դա բուդդիստներում մոտ եւ հինդուիզմներում մոտ դա գոյություն ունի։ Մենք քրիստոնեությունը կատեգորիկապես մերժում ենք ռեինկարնացիան։ Իսկ ինչ առաջ ասեցի, եթե Մովսես եւ Եղիա որ ասում ենք, Մովսեսի եւ Եղիայի հոգով իրենց գիտակցությունով, ինչպես որ Հովանես Մկրտիչը, լավ, դա ընդունելի է, բայց ոչ թե Մովսեսն է եւ Եղիան է։ Իրենց գիտակցությունով, իրենց հոգով դա ընդունելի է, եթե երկու վկաները անցել են։ Բայց հաջորդ համարը ընթերցել են հետո միտք է բացվում սիրելիներ, որ երբ որ Աստվածաշունչը ինքը մանավանդ հայտնության գիրքը ավելի սիմվոլիկ է խոսակցությունը, այսինքն ես բացատրեմ 11-րդ գլուխեն հետո 13-րդ գլուխ ենք անցնում, գինը եւ վիշապը օրինակ։ Գսե որ երկինքեն մեծ նշանը երևցավ 12-ի 1-ն եմ ընթերցում, գինը արևը հակած էր ուլուսինը ցկած իր ոտքերուն դակ եւ իր գլխուն վրա 12 աստղե բսակ գար, 12 աստղե բսակ։ Ով է այս գինը, հասկանում ենք, որ սա ներկայացնում է Իսրայելը, 12 բսակները, Իսրայելի 12 ցեղերն են սիրելիներ, դե պարզ է, որ սա Մարիամը չէ, Իսրայելի 12 ցեղերն են ներկայացնում եւ դրանից պիտի ծնվեր եկեղեցին, հետո դրա մասին կխոսեմ, կբացատրեմ։ Հետևաբար, եթե գինը չի ներկայացնում անձ, գինը ներկայացնում է ժողովուրդ, ինչպես որ Քրիստոսի հարսը, որ ասում ենք, չի ներկայացնում մեկ անձ, ներկայացնում է սուրբերը, սիրելիներ, տեսնում եք ինչպես է լինում, այդպես, հետևաբար Աստվածաշնչի լեզվի մեջը, երբ որ անձ է ցույց տալիս, կամ երբ որ գսե ծովեն ելավ գազանը ելավ, գազանը անձ չէ, դա կայսրություն է, դրա մասին հետո կխոսեմ սիրելիներ, դա կայսրություն է, Աստվածաշունչի Դանիելի մարգարեության մեջ, միշտ երբ որ գազան է ասում, տեսնում ենք կայսրություններու մասին էր խոսում, օրենք մարերու թագավորությունը, կայսրությունը, ասենք եգիպտական կայսրությունը, թագավորությունը, հույներու թագավորությունը, կայսրությունը, որ եղավ, սրանք բոլոր գոչում է գազան, տեսնում ենք կայսրությունն է ներկայացում, հետևաբար մի անձ չէ, որ ներկայացնում է, կամ Բաբելոնյանը սիրելիներ, ամենայն դեպս, բայց եկեք մի հատ հաշտեցնենք ուրիշ համարներու հետ, գսե որ ասոնք, երկու աշտանակներն են, երկու ցիթենիները եւ երկու աշտանակները, բայց աշտանակներու բացատրությունը տեսնում ենք հայտնության գրքի առաջին գլխի մեջ, երբ որ Հիսուս Հովհաննեսին երևցավ եւ Հիսուսը տեսանք գսե որ դարձա 7 ոստեղեն աշտանակներ տեսա, ցայնին երբ որ դարձավ 7 ոստեղեն աշտանակներ տեսա եւ 7 ոսկեղեն աշտանակներու միջև մեկը որդի մարդու նման
բջղնավոր պատմության մահակած ու գուրցքի վրա ոսկի կոդի մգաբած։ Դա Քրիստոսն էր։ 7 աշտաններում մեջտեղը գայներեր։ Եվ Քրիստոս իրեն կբացատրե, որ ինչ կներկայացնեն 7 աստղերը եւ 7 աշտանները։ Եսե իր գլխու մազերը փուրթի ու ձյունի պես ջերմագեին եւ իր աչքերը գրագի փոցի պես եւ այլն, եւ իր աջ ցերքի մեջ 7 աստղ ուներ ու իր բերնեն սրած երկբերան սուր մգելներ եւ իր երեսը արևու պես էր։ Հիմա 7 աստղերը եւ 7 աշտանակները Հովանես Քրիստոսի առաքյալը չհասկացավ թե դա ինչ է, եւ Քրիստոս իրեն բացատրեց ինչ է, եւ գսե 20-րդ համարի մեջ գսե 7 աստղերուն խորհուրդը, որ իմ աջ ցերքիս մեջ տեսար, եւ 7 ոսկեղեն աշտանակները, այն 7 աստղերը 7 եկեղեցիներուն հրեշտակներն են, եւ 7 աշտանակները 7 եկեղեցիներն են, տեսնում եք։ 7 աշտանակները 7 եկեղեցիներ են։ Փաստ ունենք Աստվածաշունչը, որ 7 աշտանակները ներկայացնում է 7 եկեղեցիներ։ Եվ դրանից հետո երկրորդ գլխի մեջ տեսնում ենք ամեն մի աշտանագին, ամեն մեկ եկեղեցու ուղված խոսքը կա Տիրոջ մեջ, սիրելիներ։ Հետևաբար, երբ որ ասում է, որ ասոնք 2 ցիթենիները եւ 2 աշտանակները, ես ըստ Աստվածաշունչյան, ես իրավունք ունեմ ավելի մտածելու, որ այս 2 բկաները իրենք 2 եկեղեցիներ են, քան թե 2 անձեր են։ Բայց դժբախտաբար, որովհետև լայնատարած բոլոր մարդկանց մտքերում մեջ միգուցե եւ հավանաբար ոսկրացած է այդ միտքը, որ Եղիա եւ Մովսես կամ Ենովք եւ Մովսես, դրա համար այս ուղղությամբ ոչ մեկը չի մտածում եւ կարելի է ոսկրացած լինի այդ միտքը։ Բայց այդ միտքը Աստվածաշունչով չենք կարող մենք փաստել, որովհետև չի ասում ոչ միտեղ Աստվածաշունչում, ինչպես Հովանես Մգրդիչի վրայով ասում էր, որ Եղիան պիտի վերադառնա։ Եվ դա կատարվեց Հիսուս կասե։ Բայց չի ասում ոչ միտեղ, որ Մովսես եւ Եղիան նորից պիտի վերադառնան։ Այս Եղիայի 3-րդ վերադարձը կլինի, Մովսեսի 2-րդ, կամ ոչ միտեղ չի ասում, որ Ենովք եւ Եղիան պիտի վերադառնան։ Հետևաբար մարդկային միտք եմ ես ավելի համարում, քան թե ճշմարտություն, իսկ եթե Աստվածաշունչին հետ հաշտեցնենք, զուգահեռը տեսնում ենք, որ հայտնության առաջին գլուխ 20-րդ համարի մեջ Հիսուսի բերնով շրտներով ասում է, որ 7 աշտանակները 7 եկեղեցիներ են։ Հետևաբար 2 վկաները մենք իրավունք ունենք հասկանալու, որ 2 եկեղեցիներ են, այո, իհարկե, ամենաշատ դրամապանականը, որովհետև համընկնում է եւ հաշտեցվում է Աստվածաշնչյան հայտնության մյուս խոսքերին, ես կարծում եմ, ես եմ ասում իմ կարծիքով եւ ցես ցույց տվի, ինչու այդպես մտածելու իրավունք եմ տվել ինձի, սրանք պետք է 2 եկեղեցիներ լինեն, ոչ թե միայն 2 անձեր, ինչպես որ կինը Իսրայելն է ներկայացնում։ Հետևաբար մենք չխեղճանանք այն մտքի մեջ, որ ասում է 2 վկաներս, որպեսզի մտածենք 2 անձեր, 2 մարդիկ լինեն։ Սրանք 2 եկեղեցիներ են ամենամեծ հավանականության սիրելիներ։ Սա արդեն լսարանի համար մի քիչ նորություն է սիրելիներ, բայց տեսնում ենք, որ միտքը ինչպես ես հաշտեցնում եմ։ Ուրեմն, բայց այստեղ կարևոր կետ կա։ Ով են այդ 2 եկեղեցիները, ով կարելի է լինել 2 եկեղեցիները։ Իմ ընթերցանությամբ հայտնության քրքի եւ շատ հոգևորներ համաձայն են իմ հետ եւ լինելու են, որ եկեղեցին Քրիստոսի հարսը վերջին 3.5 տարին չսկսած պիտի հափշտակվի երկինք։ Բայց շատեր կան աշխարհում, որ ասում են, որ ոչ, հարսը մնալու է 3.5 տարին եւ ամենավերջավորության է, որ ինքը կհափշտակվի
այդ միտքն արգա, բայց արի մի հատ մանրամասն գարթանք։ Ինչու համար ես ասում եմ, որ 3.5 տարին չսկսած հարցը պիտի հապշտակվի։ Ես հայտնության քրքի մեջ եմ, փաստեր ունիմ իմ ասածի վրա։ Այո, հիմա ցեզի ցույց պիտի տամ։ Իսկ 3.5 տարվա ընթացքին հարցի ղարքավիճակով ուրիշ մասսա, ուրիշ մարդիկ պիտի լինեն, այո պիտի լինեն։ Որտեւ 3.5 տարվա ընթացքում պիտի լինի հարցի ղարքավիճակ մարդիկ եւ ցեզ ցույց պիտի տամ դրանք ով են եւ դրանք քիչ չեն թիվով։ Դրա համար շփոթություն է լինում, որ ոնց կարելի է դրանք ով են 3.5 տարվա ընթացքում, որ Կազանին դեմ դրին եւ այլն, Կորստյան որդու դեմ դրին, ուրեմն հարցը միգուցե 3.5 տարվա ընթացքում մնում է, շփոթությունը գալիս է, որ երկու կատեգորիա կա եւ ցեզի հիմա ցույց կտամ։ Տեսնենք, որ նախ Քրիստոսի եկեղեցին հարցը ինչու 3.5 տարին չսկսած պիտի հապշտակվի։ Նախ բացում ենք Հայտնության գիրքը 3-րդ գլուխ 7-րդ համարեն խոսում է Ֆիլադելֆիա եկեղեցուն։ Ֆիլադելֆիա եկեղեցին եւ Զմուրնիա եկեղեցուն չի հանդիմանում Քրիստոս, Ֆիլադելֆիա եկեղեցուն չի հանդիմանում։ Այս երկու եկեղեցիներուն ասում է ապրես։ Իրա սրտով եկեղեցիներն էին։ Եվ կտեսնենք, որ 10-րդ համարի մեջ ինչ է խոստանում Քրիստոս այս եկեղեցիներին 10-րդ համարի մեջ Ֆիլադելֆիային ասում է. որովհետև իմ համբերության խոսքը սպայեցիր, ես ար քեզ պիտի պահեմ փորձության ժամիցը, որ պատրաստ է գալու բոլոր աշխարհի վրա։ Սա այստեղ խոսում է 3.5 տարվա համար։ Այդ ահավոր փորձության ժամիցը քեզ պիտի պահեմ։ Հիմա որոշ հայեր պիտի կան պիտի ասեն, որ մեր Աստվածաշունչի մեջ գրված է փորձության ժամանակ։ Դա արևմտյան թարգմանության, Բեյրութի թարգմանության մեջ գրված է փորձության ժամանակ, որ կոպիտ սխալ թարգմանություն է սիրելիներ, ցավոք սրտի, իսկ ծեր արարատյան թարգմանության մեջ կամ, եթե տեսնենք տարբեր լեզուներու թարգմանության մեջ, ինքը ասում է ժամիցը։ Բայց թարգմանություններում մեջ կարելի է մի փոքր այս կողմ այն կողմ, որտեղ հայտնությունը լավ չի հասկանալով սխալ թարգմանություն լինի, բայց մի մոռացեք, որ Հայտնության գիրքը նոր ուխտին է պատկանում եւ դրա բնակիրը հունարենով է։ Հետեւաբար հունարեն բուն բնակիրի մեջ, որ դրանից թարգմանած են, ինչ բառ է գրված է էկ հորա, այսինքն այն ժամից դուրս, այն ժամուն չի լինելու։ Էկ հորա կնշանակե այն ժամանակեն դուրս եմ քեզ բահելու։ Այսինքն դու չես լինելու այն ժամանակ եւ վերջացավ դիսկուսիա չի մնաց։ Էկ հորա գրված է։ Հետեւաբար ինչ է նշանակում այդ փորձությունեն քեզ դուրս եմ բահելու։ Սա ներկայացնում է հապշտակությունը սիրելիներ։ Երկրորդ փաստը սրա զուգահեռ Հայտնության գրքի 13-րդ գլխի մեջն է։ Ինչպես որ խոսում ենք, կինը, որ ներկայացնում է Իսրայելը, 12 աստղերը Իսրայելի 12 ցեղերն են, եւ կտեսնենք, որ երրորդ համարի մեջ կսե երկինքի մեջ ուրիշ նշանը երևցավ, եւ ահա մեծ շարագույն վիշապը, որ 7 գլուխ ու 10 եղջյուր ուներ, եւ իր գլուխներուն վրա 7 թակ։ Այս վիշապը սիրելիներ կներկայացնե Սատանան, որտեղ Հովհաննես ինքը ասում է, որ այդ վիշապը առաջվան օծը գսե 9-րդ համարի մեջ, որ փանսարգու ու սատանա կոչվի, որ աշխարհը բոլոր մոլորեցուց։ Հետևաբար վիշապը սիրելիներ կներկայացնե Սատանան, իսկ որ գսե 7-10 եղջյուր ու գլուխներուն վրա 7 թակ ուներ, սրանք ներկայացնում է գազանը սիրելիներ, այդ գայսրությունը վերջին ժամանակներուն, որ պատկանում է Սատանային կամքը կատարելու, որ տեսնելու ենք դա 10-րդ գլխում մեջը, որ ծովեն կազան մգելներ, ծովեն, այսինքն ժողովուրդներեն կնշանակե, երկիրներեն, դա ներկայացնում է գայսրություն, որ այդ նույն կազանեն պիտի ծնանի Կորստյան որդին, դա ուրիշ թեմայով կխոսեմ, դա
խորը թեմա է սիրելիներ, բայց բացատրում եմ, այդ գսե որ այդ համազորը նույնպես գսե որ 10-րդ գլխի մեջ այդ կազանը որ ծովեն գելեր 10 եղջյուր ու 10 եղջյուրներուն վրա 10 տակ գարքնուղներուն վրա տեսնում եք սիրելիներ թե գներես 7 գլուխ եւ 10 եղջյուր ուներ 7 գլուխ 10 գլուխ եղջյուր ինչպես որ խոսում է վիշապի մասին հետեւաբար ինչ ենք հասկանում ենք որ այդ գայսրությունը այդ կազանը որ ծովեն գելեր ամբողջական վիշապին այսինքն սատանային գամքը ներկատարում ուրեմն այն ժամանակաշրջանն է այն վերջին 3.5 տարին է որ գելեր եւ գսե անոր ոչ երկինքի աստղերուն երրորդ մասը գքաշեր որ բոլորս հասկացել ենք որ դա կնշանակե հրեշտակներում 1/3-ն է որ վիշապը իր հետ քաշած էր եւ 1/3 հրեշտակները ինգած հրեշտակներ են վիշապը գսե կեցավ այն գնոջ արչեւ որ ծնանելու վրա էր որպես երբ ծնանի անոր զավակը գլե գինը պիտի ծնաներ ինչը պիտի ծնաներ եկեղեցին պիտի ծնաներ սիրելիներ գինը արուզավակ մը ծնավ որ երկավթեք ավազանով պիտի հովեր բոլոր ասկերը անոր զավակը հապշտակվեցավ աստծոքով ու անոր աթորինքով լավ ուշադիր անոր զավակը հապշտակվեցավ ուրեմն կարելի է որ Հիսուս լինի դա իհարկե ոչ բացառված է Հիսուս չի հապշտակվել այսօր ուժով վերցնում ես Հիսուս հարություն արավ 40 օր հետո իր ազանց կյանքով համբարձավ երկինք ինքը ամբողջ իր վրա իշխանություն ունենալով համբարձավ երկինք այստեղ հապշտակության մասին է խոսում կսե հապշտակվեցավ երկինք եւ ես նայել եմ բնակերի մեջ հունարեն նույնպես ճիշտ հապշտակվել բառն է սիրելիներ հետևաբար արուզավակը այստեղ ներկայացնում է հարս եկեղեցին բայց վայ եղբայր հարս եկեղեցին պետք է կին լինի Աստվածաշունչը սիմվոլիկ է խոսում սիրելիներ արի նայենք որ հարս եկեղեցին այստեղ կոչում է արուզավակ ոնց կարելի է լինի արի նայենք սրա զուգահեռը ինչպես հաշտեցնենք սրա զուգահեռին է Հայտնություն 2-րդ գլուխ 27-րդ համար Հայտնություն 2-րդ գլուխ 27-րդ համար Բատկամ թիվադիրին եկեղեցին հետ խոսում է Հիսուս Գսե որ ան որ հաղթե ու իմ գործերս մինչև վերջը կպահե անոր իշխանություն պիտի դամ ասկերուն վրա իշխանություն պիտի դամ ասկերուն վրա ինչ անելու իշխելու եւ պիտի հովվես անոնք երկաթե ավազանով ով է հովվում անոր որ իշխանություն է տվել ում է իշխանություն տալիս եկեղեցում է իշխանություն տալիս եկեղեցուն պիտի հովվե երկաթե ավազանով անոնք փրուդի ամաններու պես պիտի փշրվին ով պիտի հովվե երկաթե ավազանով եւ փրուդի ամաններով պես պիտի փշրվին եկեղեցին Քրիստոս իշխանություն է տալիս բոլոր ասկերուն վրա որպեսի հովվեն զանոնք երկաթե ավազանով նայենք գինը արուզամակ բծնավ որ երկաթե ավազանով պիտի հովվեր բոլոր ասկերը հերիք է սա որպեսի հասկանանք որ արուզավակը եկեղեցին է իհարկե հերիք է Եվ երկրորդ փաստը, որ արուզավակը հապշտակվեցավ, չի ասում համբարձավ երկինք, կամ բարձրացավ երկինք, ասում է հապշտակվեցավ։ Այսինքն այս միտքը հաստատում է, երկրորդ անգամ հաստատում է հապշտակությունը, որ հապշտակվեցավ երկինք։ Այսինքն երբ որ 7:10 աստղերով քազանը պիտի դիրապետե երկրի վրա, տեսնում ենք որ այդ եկեղեցին մանչ զավակը արու հապշտակվում է երկինք սիրելիներ։ Ուրեմն հիմա երկու փաստ բերեցի եւ շարունակության մեջ պիտի տեսնենք նույնպես։ Գսե որ գինալ անաբադը փախավ, Իսրայելը անաբադ փախավ, որովհետեւ Իսրայելեն դուրս պիտի գա 144,000 հարսի գարկավիճակ ունեցող
հրյաներու 12 ցեղերեն անցեր։ Հիմա պիտի տեսնենք։ Երկրի վրա հափշտակությունեն հետո պիտի մնա հարսի Քրիստոսի հարսի գարկավիճակ ունեցող 144,000 հրյա Իսրայելի 12 ցեղերեն։ Դրա համար է որ շփոթություն է լինում, որ ոնց կարելի է, որտեղ լիքը հարսի գարկավիճակ ունեցողներ իրենք մնում են երկրի վրա եւ դեմ էին դնում, բայց շատերը չեն անդրադարձել, որ այդ մնացողները 144,000-ն է։ Իսկ վայ եղբայր, ոնց գիտես, որ 144,000-ը այն 3.5 տարվա ընթացքում մնալու է, հիմա ցես ցույց կտամ Աստվածաշնչով։ Ուրեմն Գինը անաբադը փախավ, այսինքն Իսրայելին պաշտպանում է Աստված, ուր պիտի գերագրվեր, դեղեր պատրաստվել, հոն գերագրվի 1260 օր։ 1260 օրը սկսում է։ Արուսավագը հափշտակվում է երկինք 1260 օրը սկսում է։ Երկինքի մեջ պատերազմը ցակեցավ, Միքայել ու իր հրեշտակները վիշապին հետ պատերազմեցան, վիշապն իր հրեշտակներով պատերազմեցավ, բայց չգրցան դեմ գնալ։ Երկինքի մեջ ալ դեղ չգտնվեցավ անոնց։ Ոստի վարձկվեցավ մեծ վիշապը այն առաջվան օծը, որ փանսարգու ու սատանա գոչվի, որ բոլոր աշխարհը մոլորեցուց։ Իր հրեշտակներն իրեն հետ վարձկվեցան երկրի վրա։ Ուրեմն իրենք երկինքում դեղ չունեն, երկինք հասկանալով սիրելիներ, Բողոսի խոսքերով գսե մինչև երրորդ երկինք հափշտակվել էր։ Ուրեմն կա առաջին երկինք, երկրորդ երկինք, երրորդ երկինք, միգուցե չորրորդ երկինք, հինգերորդ, որ Բողոսը չի հիշում, բայց Բողոսը մինչև երրորդ երկինք էր հափշտակվել, հավանական է որ ավելի բարձրն արգա, որ ինքը մահանալեն հետո այն դեղ բարձրացած լինի, բարձ է դրամապանականորեն, կա առաջին երկինք, երկրորդ երկինք։ Ուրեմն Սատանան բարձ է որ չի կարող երրորդ երկինքում լինի, բայց միգուցե առաջին երկինքում է, որովհետև տեսնում ենք, որ ինքը անընդհատ չարախոսում էր Աստծո ժողովրդին դեմ։ Երկրի վրա չէր որ չարախոսում էր, երկնքում էր։ Հիմա նայեցեք։ Եվ մեծ Սամուել լսեցի երկնքի մեջ որ գսեր, հիմա եղավ մեր Աստծո փրկությունը, ուզորությունը եւ թակավորությունը եւ անոր օձյալին իշխանությունը, վասնզի մեր եղբայրներուն դեմ չար խոսողը վարձկվեցավ։ Այլևս երկնքում չի կարա Սատանան եւ իր հրեշտակները չեն կարող չարախոսել այլևս։ 3.5 վերջին դարեն երկրի վրա ամբողջ զորությամբ պիտի կործեն։ Ինչի միջոցով, Քազանի միջոցով, այդ կայսրության միջոցով, Սուտ Մարգարեի միջոցով եւ այդ կայսրությունեն ծնող Գորստյան որդու միջոցով։ Պիտի տեսնենք դա ուրիշ նյութով։ Բայց մտքերդիտ բայք։ Եվ գսե անոնք հաղթեցին Քարնուգին Արյունովը ու իրենց վկայության խոսքովը եւ իրենց կյանքը չսերեցին մինչև մա։ Դրանք արդեն վերցվել էին։ Ասոր համար ուրախացեք ով երկինք անոր մեջ մնագողներ, վայ երկրին ու ծովուն, վասնզի փանսարգուն ցեզի իջավ, որ շատ բարգացած է, գիտնալով որ քիչ ժամանակ պիտի մնա։ Ու երբ վիշապը տեսավ, որ ինք երկրի վրա ցկվեցավ, Արու զավակ ծնանող գնոջ ետևեն ինգավ Իսրայելի։ Այն գնոջ մեծ արզիվի երկու թևեր դրվեցան, որբեսի անաբատ իր դեղը թրջի օծին երեսեն, ուր պիտի գերագրվեր ժամանակներ ու գեշ ժամանակ, սա ըստ Դանիելի մարգարեությամբ նույն խոսքերով է ասում։ Եվ օծը իր բերնեն քեդիպես չուր վազեցուց գնոջ ետևեն, որբեսի զանիգա հեղեղով ընկղմ է, բայց երկիրը օգնեց գնոջը իր բերանը բացավ եւ գլեց այն գետը, որ վիշապը իր բերնեն վասցուց։ Ինչու համար, որովհետև այդ գնոջ մե 144,000-ն են դուրս գալիս վերջին 3.5 տարվա ընթացքում։ Իսկ 144,000-ը բայեղբեր, ինչպես գիտես, որ դրանք հրյաներ են, պարզ է 7-րդ գլխի մեջ հստակ ասում է, Իսրայելի 144 ժողովուրդը, կսե ամեն մի, կարդացեք 7-րդ գլուխը, կսե որ ամեն մի ցեղեն 12,000, ամեն մի ցեղեն գսե 12,000 գնքված։ Ուրեմն գնքվածներուն համրանքը լսեցի գսե, որ 144,000 էր Իսրայելի որդիներուն բոլոր ցեղերեն,
Հուդայի ցեղեն, Ռուբենի ցեղեն 12000, Հուդայի ցեղեն 12000, Գադի ցեղեն 12, Ասերի, Նեփթաղեմի, Մանասեի, Շմավոնի, Ղևիի, Իսաքարի, Զաբյուղոնի, Հովսեփի եւ Բենյամինի ցեղերեն 12000 կնքված։ Սրանք մաքուր արյունով իսրայելիցեներ են, որ այդ կնոջ մեծնած են, Իսրայելեն է դուրս եկել, որ սրանք պիտի մնան եւ դեմ տնեն Գազանին եւ Սուտ Մարգարեին եւ Գորստյան որդուն սիրելիներ։ Բայց ինչ գիտես որ այն ժամանակ պիտի դեմ տնեն, այո, որովհետեւ տեսնում ենք որ վերջին փարգությունն առաջ տեսնում ենք որ ինչ է ասում 4 հրեշտակներուն մի հատ հրեշտակ Անգեդո տեսա 7-րդ գլխի առաջին համարը Անգեդո տեսա 4 հրեշտակներ որոնք երկրին 4 անգյունը գեցեր էին ու երկրին 4 հովերը բռներ էին այդ 4 հովերը որ թողեն երկրի վրա պիտի կա ահավոր փարգություն գսե որ որպես երկրի վրա հով չպչե ոչ ծովու վրա ոչ ալ ծառի վրա ուրիշ հրեշտակ մտեսա որ արևելքեն եկավ ու կենթանի աստուծո գնիքը ուներ եւ մեծ ցայնով աղաղեց այն 4 հրեշտակներուն որոնք իշխանություն դրված էր երկրին ու ծովում վնասելու ըսավ երկրին վնասմի ենեք ոչ ծովում ոչ ալ ծառերուն մինչև մեր աստծուն ծառաներուն ճակատները գնքենք այսինքն այդ մինչև որ 144000-ը որոշվի 144000-ը մինչև որոշվի այս վերջին հրեշտակները սիրելիներ ամենավերջին ժամանակվա համար ամենավերջին փարգություններու համար է որտեղ գնիկներն ենք տեսնում սիրելիներ 6-րդ գնիկը քագեց 13-րդ համար եմ գնում 6-րդ գլխը բոլորը չպիտի կարդամ դուք կարդացեք տանը երկարշարժ մի եղավ արույնը լուսինը սևցավ բացատրում է սրանք սիմվոլիկ իմաստներով են իհարկե եւ կսե Երկրին թակավորներ ու մեծամեծներ ու հարուստները 15-րդ համարի մեջ հազարապետները եւ զորավորները ու փոլոր ծառաները ու փոլոր ազատները քարերներու եւ լերներու աբարաժներու մեջ պահվեցան եւ լերներուն աբարաժներուն գսեն մեր վրա ինգեք ու մեզ ծածկեցեք անոր երեսեն որ աթորին վրա գնստի ու քարնուգին փարգությունեն վասնզի անոր փարգության օրը եկավ ով գրնա դիմանալ բայց այդ փարգությունը ելե չի թափեցավ պիտի թափե հետո Հագա Քրիստոսին եւ իրա բոլոր բանակին իրա հետևող ժողովուրդներուն վրա հիմա ասում է որ չանես կնքենք 144000-ը դրանից առաջ կնքում է այդ 144000-ը եւ այդ 144000-ը 14-րդ գլխի մեջ տեսնում ենք ինչու համար գանչվել էին գսե որ ասոնք 4-րդ համարի մեջ 14-րդ գլուխ 4-րդ համարի մեջ գսե ասոնք անոնք են որ գիներու հետ չխառնվեցան քանզի գույս են ասոնք քառնուգին յետևեն գերտան ուր որ անգերտա ասոնք մարդոց մեջ են գտնվեցան աստծո ու քառնուգին ինչ ըլլալու երախայրի ըլլալու համար է հասկանում եք սրանք քառնուգի համար զոհ ըլլալու համար են սրանք երախայրի ըլլալու համար են այս բոլոր 144000-ը սիրելիներ երախայրի պիտի լինեն 44000-ը բոլորը պիտի սպաննվեն մտքերնիդ պայեցեք հիմա գկանք երբ են սպաննվելու եղավ տեսնում ենք այստեղ որ 144000-ը հայտնվում է վերջին 3.5 տարվա ընթացքում վերադարձանք 11-րդ գլուխ Հիմա եթե եկեղեցիներ են երկու վկաները որովհետև աշտանակները ներկայացնում են եկեղեցիներ եւ ամենամեծ հավանականությամբ երկու եկեղեցիներ են հնարավոր է որ 144000-ը լինեն այդ երկու վկաները իհարկե հնարավոր է որ դրանք լինեն բայց որ 144000-ը ինչու երկու վկաներով բաժնված են երկու խորհուրդով առաջին խորհուրդ երկու վկաներով պիտի հաստատվի իրենց վկայությունը ըստ Աստծո խորհրդանշական է երկու վկա խոսքը երկու վկա կոնե պիտի լինի որպեսզի հաստատվի անօրենությունը իսկ 144000-ը
ինչպես կարա բաժանվել երկու եկեղեցիներու, նորից խորհրդանշական է, հնարավոր է, որ բաժանվի երկու եկեղեցիներու, Իսրայելի 12 ցեղերեն 12,000 են, այո, կարելի է, որտեղ Իսրայելը ուներ Հուդան եւ Իսրայելը։ Հուդան եւ Իսրայելը բաժանված էին։ Բայց կտեսնենք, որ վերջավորության պիտի յետ միանան իրարու, Հուդան եւ Իսրայելը, որտեղ Հուդան ինքը ներկայացնում է Հուդայի ցեղը եւ Բենյամինի ցեղը, Իսրայելը ներկայացնում է մնացյալ 10 ցեղերը, սիրելիներ։ Հետևաբար Հուդայի, որ ներկայացնում է Հուդա եւ Բենյամին, Իսրայել ներկայացնում է մնացյալ 10 ցեղերը։ Թեև Քրիստոսի ժամանակ այս ցեղերը այլևս բաժանված չէին, Իսրայելի ցեղերը ինքը աշխարհի վրա տարածված էին, հիմնական Հուդայի ցեղերն էին մնացել եւ դրանցիցար մի քիչ կարող ենք ասել, բայց խորհրդանշական ցևով երկու վկաները այո իրավունք ունենք ասելու, որ Հուդա եւ Իսրայելը կարող է լինի երկու եկեղեցիներ լինեն դրանք։ Երկու եկեղեցիներ պետք է հասկանանք երկու հարանվանություններ պայման չէ, խորհրդանշականը երկու թիվն է, որ վկաները պետք է հաստատվեն ամենակիչը երկու թիվով։ Հիմա տեսնում եք ահագին բան մենք անդրադարձանք, որովհետև աշտանակները ներկայացնում է եկեղեցիներ, եթե եկեղեցիներն են, չէ որ տեսանք, որ ինչ որ ցույց տվի ցեզի, եկեղեցին հափշտակվեցավ, ուրեմն հեթանոսներից եղած բոլոր քրիստոնյաներու մեջ են, անոնք որ հարսի եկեղեցու կարգավիճակ ունեին, սուրբերը հափշտակվեցան, ով մնաց 144,000-ը հայտնվեցավ, որ կարդացինք 14-րդ գլխում մեջ, երկերին մի վնասեք, ծովում մի վնասեք, մինչև գնքենք իրենց գլուխները, իրենց ճակատները, եւ անոնք 144,000 են երախայրի ըլլալու համար են։ Դրանք պիտի ծառայեն Աստծո, պիտի վկայեն Քրիստոսի մասին, եւ մի հիշեք Հռոմեացիներու 11-րդ գլխում մեջ, երբ որ հեթանոսներու փրկության լուրումը լինի, Իսրայելն ար պիտի փրկվի։ Այսինքն վերջավորության Իսրայելի ժամանակը պիտի գա։ Իսրայելը պիտի ապաշխարի եւ փրկվի։ Տեսնում եք, եւ այդ Իսրայելի ապաշխարությունը մեծ նեղության մեջ են անցնելով պիտի լինի։ Դա տեսնում ենք Մատթեոսի 24-րդ գլխում մեջ սիրելիներ։ Մատթեոսի 24-րդ գլխում մեջը դրա մասին շատեր խնդրել են, որպեսզի խոսեմ, ուրիշ առթով կխոսեն, որովհետև սրանք խորը նյութեր են, շատ խորը նյութեր են, այդպես չեն կարող մագերեսորեն խոսել։ Հետևաբար սիրելիներ, վերջավորության, որովհետև Իսրայելը պիտի լինի, Իսրայելն 144,000 Աստված հանում է, որպեսզի դեմ տնե Գազանին, Սուրբ Մարգարեին, Քրիստոսի հակաքրիստոսին կորստյան որդուն սիրելիներ։ Եղավ, հետևաբար կարելի է, որ այս 144,000-ը լինեն, որ իրենք Քրիստոսին համար երախայրի ըլլալու համար են պատրաստված կնքված վերջին 3.5 տարվա ընթացքում, որ տեսնում ենք, որ այստեղ պիտի կողքրդվի Երուսաղեմը Սուրբ քաղաքը, բայց ասում է, որ Տաճարը եւ սեղանը բան թող չի լինի իրենց, այն ժամանակաշրջանն է, տեսնում ենք 3.5 տարին է վերջին, որտեղ շարունակության մեջ պիտի տեսնենք, պիտի սպաննվեն այս երկու վկաները, պիտի տեսնենք, որ պիտի սպաննվեն։ Ուրեմն ասում է, որ եւ եթե մեկը պիտի ասե, որ ասոնք 4-րդ համարի է վերադարձանք, ասոնք երկու աշտանակներն են Սթենիները, 5-րդ համար, 11-րդ գլխու, եւ եթե մեկը ուզե անոնց վնասել, անոնց բերաններեն գրակ պիտի ելնե ու իրենց տշնամիները պիտի ուտե։ Եթե մեկը ուզե անոնց վնասել, պիտի սպաննվի։ Աստված իրենց հետ է 100%-ով։ 100%-ով Աստված իրենց մեջքին է գայնել, ասոնք իշխանություն ունին երկինքը փակելու, որովհետեւ իրենց մարգարեության օրերը անցրև չկա, ճուրերուն վրա իշխանություն ունին, զանոնք արյուն դարձնելու ամեն կերպ պատուհասներով, հիմա տեսնում եք, որովհետև երկինքը փակել է Եղիան էր փակել, ու ճուրերը արյունի էր դարձնել Մովսեսը, դրա համար շատ մարդիկ մտածել են, որ Եղիան եւ Մովսեսը կարող է լինի, բայց սրանք կարծում են, որ մի քիչ բան է, խորը մտքեր չեն, մի քիչ այդպես ճուրին երեսը մտքեր են։
Երբ իրենց վկայությունը կատարեն, այդ վկայություններով սիրելիներ, ամեն մարդ կսե, որ Հիսուս բոլոր աշխարհը պիտի լսեն երկնքի թագավորության ավետարանը, դրանից հետո վերջը պիտի գա։ Հետևաբար վերջին 3.5 տարվա ընթացքում աշխարհը բղձված է, մարդիկ Աստծո հավատքեն ամբողջովին ինգած են, բայց իրենք թագավորության ավետարանը պիտի լսեն։ Պիտի լսեն եւ մեկը պիտի չի կարողանա իրենց արգելել, որովհետեւ բելե բոլորը որբեսի Աստծո առջև Թատաստանի գայնեն, բոլորը պետք է լսած լինեն թագավորության ավետարանը։ Եվ այս 144,000-ը ունեն իբր գոչում եւ պարտականություն, որբեսի վկայեն եւ մարգարեյանան եւ ոչ մեկը իրենց դեմ չի տնե եւ վերջին նշաններով երկինքը փակեն, ճուրերը անունի վերածեն, այսինքն մեծ նշաններ անեն եւ անոր հավատա փրկվի, թեև շատ քիչեր են լինելու, բայց կոնե իրենց վկայությունը իրենց դիմաց պիտի լինի։ Գսե որ այն խոսքը, որ ցեզի խոսեցա Քրիստոս, ան է որ այն խոսքն է, որ ցեզ պիտի թադաբարդե վերջին օրը, Թադաստանի օրը։ Եվ սրանք պիտի լսեն այդ երկու վկաներու, որոնք մեծ հավանականությամբ, ինչպես որ ասի, երկու եկեղեցիներն են, 244,000-ը մեծ հավանականությամբ, տեսնում եք սիրելիներ, եւ դրանց խոսքով բոլորը պիտի լսեն եւ դեմ չպիտի տրվնան, մինչեւ որ բոլորը լսեն 3.5 տարվա ընթացքում։ 3.5 տարվա վերջում իրենց պարտականությունը կորձերնին ավարտեցին, պիտի սպանվեն, որտեղ տեսնում եք 14-րդ գլխում մեջ ասում էր, որ երախայրի ըլլալու համար կանչված են։ Գսե որ երբ իրենց վկայությունը կատարվեցավ, անտունտեն ելող քազանը անոնց հետ պիտի պատերազմի, անոնց պիտի հաղթե։ Եվ այստեղ հասկանում ենք, պատերազմել եւ հաղթել, այստեղ այլևս ֆիզիկականի մասին է, այսինքն պիտի սպաննե։ Եվ տեսնում եք երկու օքի դեմ չէ, հավանական է որ 144,000-ի դեմը լինի։ Անոնց տիակները ինգած պիտի մնան մեծ քաղաքին հրաբարակի մեջ, որ հոգևորապես կգոչվի Սոդոմ ու Եգիպտոս, ուր մեր դերն արխաչվեցավ։ Եվ ժողովուրդներն ու ցեղերը եւ լեզուներն ու ասկերը պիտի տեսնեն անոնց տիակները 3.5 օր, ու պիտի չթողուն, որ անոնց տիակները քերեզմաններու մեջ թաղեն։ 3.5 օր տիակները պիտի մնան ջամփաներում։ Անոնք, որ երկրի վրա կբնակին, պիտի ուրախանան ու խնդան անոնց վրա մինչև անգամ իրարու ընձաներ պիտի ղրգեն, վասզի այս երկու մարգարեները երկրի բնակիչները չարչարած էին։ Այդ ճշմարտության խոսքերով, որտեղ այդ խոսքերը իրենց թադաբարդում է, իրենց վիճակներն էին տեսնում, բայց իրենք չեն ուզում լույսը իրենց վրա կա, ադում էին լույսը սիրելիներ։ 3.5 օր յետքը Աստծո կենթանության հոգի մտավ անոնց մեջ, ու իրենց ոտքերու վրա գայնեցան եւ զանոք տեսնողներուն վրա մեծ վախ ինգավ։ Երկնքեն մեծ ցայմ լսեցին, որ գսեր անոնց վեր ելեք հոս եկեք։ Հիմա տեսնում ենք, որ ասոնք կենթանացան եւ այստեղ կենթանանալը ես չեմ կարծում, որ սիմվոլիկ է։ Որովհետեւ եթե սիմվոլիկ լիներ, ինչի երկինքի ժողովուրդներուն վրա մեծ վախ ընկնե։ Եթե սիմվոլիկ իմաստ ուներ, մեծ վախ ինալու բան չի կար։ Հետևաբար այստեղ հասկանում եմ, որ իսկապես անոնց տիակները Աստված կենթանացուց եւ բոլոր աշխարհը տեսավ իրենց։ Դրա համար է որ իրենց վրա մեծ վախ ինգավ։ Եվ սրանց տիակներու կենթանալը կարող ենք համեմատել հայտնության 20-րդ գլխու 4-րդ համարի հետ։ Արինայինք Հանրության 20-րդ գլուխ 4-րդ համար։ Իհարկե այս նույնը բարդ է, ես խոսում եմ, այս նույնը հասկանալու համար իմ խոսածներս, ես կարծում եմ, որ մարդ մի քանի անգամ պետք է լսեր ու շատ դրությամբ կենտրոնացած միտքը ուրիշ տեղերը չպիտի լինի, Աստվածաշունչն առ բացի իր առջևը եւ այս բոլոր օրինակները զուգահեռները դալիս եմ հաշտեցնելու համար դուք անցապ պիտի նայեք, նախ նույնպես նորից ստուգեք եւ տեսնեք Սուրբ Հոգին ցեզի ինչպես է բացում։ 20-րդ գլխի մեջը տեսնում ենք, որ Սատանան 1000 տարի անտունտը ցկվեց։ Եվ գտեսնենք, որ Հիսուս վերադարձավ, այստեղ 19-րդ գլխում մեջ տեսնում ենք, որ Հիսուս սուրբերուն հետ եկավ եւ գործընծուց քազանը սուտ մարգարեն եւ բոլոր իրենց հետևորդները
Կարդացեք 19-րդ գլուխը, դրանից հետո կսկսի հազարամյան։ Հազարամյա ընթացքին կտեսնենք հրեշտակը կապեց սատանան, որ ելես երկրի վրա որ կործում էր, չի կարողանա կործե, եւ տեսնում ենք 4-րդ համարի մեջ աթոռներ տեսա, որոնց վրա նստան եւ անոնց դատավորություն դրվեցավ։ Ով են ասոնք, անոնք որ Քրիստոսին հետ վերադարձան։ Ասոնք որ Քրիստոսի հետ վերադարձան, իրենք սուրբերն են, ասոնք Քրիստոսի հարսն են, որ 1000 տարի Քրիստոսի հետ պիտի թագավորեն։ Ասոնց միացավ ուրիշ սուրբեր, լավ ու շատ իրարեք։ Աթոռներ տեսա, որոնք նստան, անոնց դատավորություն դրվեցավ։ Նաև բառը շատ կարևոր է, որտեղ հունարենի մեջ նա այդպես է ասում։ Նաև, այսինքն Հիսուսին վկայության համար, Աստծո խոսքին համար քլխատվածներուն հոգիները տեսա։ Անոնք, որ երկրպագություն չրին Կազանին, 3.5 տարվա ընթացքում էին, բայց երկրպագություն չրին, անոր պատկերին երկրպագություն չրին, թրոշմ իրենց ճակատներուն իրենց ցերքին վրա չընդունեցին, ցեզի ուրիշ տեսանյութով իհարկե պիտի խոսեմ, որն է Կազանին պատկերը, որն է թրոշմը, ինչ կնշանակի ճակատ եւ աչ ցերքը։ Կսե դրանք, որ պատկերին երկրպագություն չրին, թրոշմը չընդունեցին իրենց ճակատներուն իրենց ցերքին վրա, եւ ապրեցան Քրիստոսին հետ 1000 տարի թափավորեցին։ Մյուսները եկան Հիսուսի հետ, որովհետեւ արդեն հապշտակված էին եւ բոլորը միայն հապշտակվողները չէ, Քրիստոսեն, անոնք որ քահասի կարգավիճակ ունեին, բոլոր մերելները հարություն արին գսե եւ բարձրացան երկինք, իրենց հետ հապշտակվողները միացան։ Սրանք վերադարձան Հիսուսի հետ, սրանք բոլոր տեսնում ենք, որ այդ 2000 տարվա ընթացքին հարսի կարգավիճակ ունեցող մերնոներ էին եւ դրանք որ ողջ էին մնացել եւ հապշտակվեցան։ Ասոնք եկան եւ իրենց աթոռներ դրվեցավ, որպեսզի 1000 տարի թագավորեն Քրիստոսի հետ երկրի վրա։ Իրենց միացավ գսե անոնք, որոնք քլխատվեցան, որոնք թրոշմը չընդունեցին պատկերին բան չարեցին, պատկերին չերգրբակեցին։ Սրանք անոնք, որ չէին հապշտակվել, այսոնք 144,000-ն են, սիրելիներ, եւ սա զուգահեռ միացան, բայց կսեմ միս վերելները չապրեցան մինչև 1000 տարին լրացավ։ Ասիկա առաջին հարությունը երանելի եւ Սուրբ է անոր առաջին հարության մեջ բաժին ունի։ Ուրեմն Քրիստոսի հետ եկան թագավորելու, իրենց միացավ անոնք, այսին հարություն արին, ապրեցան միացան, անոնք, որ քլխատվեցան, սպանեցան Հիսուսի համար եւ իրենց երկրպագություն չրին Կազանին, պատկերին եւ թրոշմը չընդունեցին։ Ասոնք տեսնում ենք, որ պետք է որ 144,000 հրյաները լինեն, որ բոլորը սպանվեցան։ Ասոնք այն ժամանակվան համար էին, ասոնք պիտանի էին միանալու երկրի վրա թագավորելու, Քրիստոսի հարսին միանալու սիրելիներ, որ Իսրայելի ժողովուրդն են։ Սա կարող ենք հաշտեցնել, ասոնք սպանվեցան 11-րդ գլխում մեջը, որ երկու վկաները սպանվեցան, իրենց սիակները չի վերցվեցավ, հետո ոտքերնուն վրա գայնեցան, իհարկե, ոտքերնուն վրա գայնեցան հարություն արին, ասոնց ար գանչեցվեր, հիմա եկան երկրի վրա 1000 տարի թագավորում են։ Բայց ինչու համար 20-րդ համարի մեջը ինքը բացատրում է, որ եկան աթոռներու վրա նստեցան, իրենց միացողներ եղան, որպեսզի անոր միտք առնե խոսքը, հասկանա, որ դրանք 144,000-ը պետք է լինեն։ Ուրեմն, այս բոլորերով լավ մտածեք սիրելիներ, բավական դրամապանական է եւ հաշտեցուցիչ է, որ մենք կարողանանք հասկանալ, որ այս երկու վկաները երկու եկեղեցիներ պետք է լինեն եւ ամենամեծ հավանականությամբ ըստ բոլոր բացատրությունների եւ համարներին 144,000-ը լինեն երկու մասի բաժնված ընչու, որպեսզի երկու վկա խոսքը կատարվի եւ Իսրայել եւ Հուդա խորհրդանշով սիրելիներ։ Այդպես։ Հիմա այս բոլորը ես ցույց ցույց եմ տալիս, չեմ ասում ցեզի 1000% այսպես է, սա իմ տեսածն է,
իմ կարծիքն է, դուք նայեցեք, այս տարբերակը շատ ավելի հաշտեցնում է ինձի, քան դե մյուս պարզապես կոպի եղած տարբերակը։ Մեկը ասել է եւ մենք վերցուցել ենք Ենովք եւ բան, կամ այն տարբերակը, որ պետք է հասկանանք, որ անպայման անձեր լինեն։ Չի բացառվում, որ անձ լինեն, բայց դժվար թե անձ լինեն, երկու եկեղեցիներ պետք է լինեն, որտեղ աշտանակները եկեղեցիներ են եւ մնացյալը նորից չի պիտի կրկնեմ։ Դուք տեսեք, կարդացեք, մտածեք սիրելիներ։ Եղավ։ Ուրեմն ես այսպես եմ հասկանում, փակակիցները բաց եմ թողում, ոչ մեկը չի կարող ասել ըստույք այսպես է լինելու, հայտնության քրքի վրա իրավունք չունենք մենք այդպես ասելու, բայց դուք մտածեք, Սուրբ Հոգին ցեզ թող հայտնե, որ եթե իմ ասած բացատրության նման է լինելու եւ ճշմարիտ են դրանք, Աստված ցեզի շատ օրհնե եւ դրանք որ բոլոր խնդրել էին, որ Մատթեոս Ավետարանի 24-րդ գլուխը 15-րդ համարեն բացատրեմ, ինչու չեմ բացատրում, շատ խորը նյութ է դա, այդպես չէ երկու բառով։ Այդտեղ նայեցեք, ինչպես երկու վկաները, եթե ցեզ ասեի, որ դա Ենովքը եւ Եղիան է, 5 րոպեի մեջ ցեզի բացատրած կլինեի, եւ դուք կասեիք, որ հա, ճիշտ է, այդպես է, բայց չի կարողացա ես այդ մտքի մեջ հաշտվել, դրա համար իմ խոգումներս, փնդրդուկներս արեցի քրքի վրայով երկար եւ ես հասա այս եզրակացության։ Նույնպես 24-րդ գլուխը Մատթեոսի նույնպես նույն ծևի աղաքին խորն է սիրելիներ եզրակացության հասնելու համար։ Նույնպես ես պատրաստում եմ հայտնության 10-րդ գլուխը սկիզբից վերջ, դա շատ խորունգ է, որպեսզի փորձեմ Տիրոջ առաջնորդությամբ բացատրել եւ մենք լուսափամվենք վերջին ժամանակներու համար պատրաստ լինենք, խապված չի լինենք։ Աստված ցեզի շատ օրհնե մինչև հաջորդ հանդիպում։